5 դատավոր փոխած եւ 7 տարի ցկվող դատավարությունն այսօր ավարտվեց։ Գյումրեցի կնոջ մահվան գործով մեղադրյալ Ռուս Զինծառայողին դատարանը մեղավոր ճանաչեց, դատապարտելով 7 տարի 6 ամիս ազատազրկման։ Ըստ էության Ռազգիլդեևը անազատության մեջ կգտնվի եւս 7 ամիս։ Դատարանը վճռեց Անդրեյ Անդրեևիչ Ռազգիլդեևին մեղավոր ճանաչել եւ նրա նկատմամբ պատժ նշանակել ազատազրկում 7 տարի 6 ամիս ժամկետով։ Բաժի կերման սկիզբը հաշվել, փաստացի արգելանքի վերցնելու օրվանից 2018 թվականի դեկտեմբերի 11-ից։ Հիշեցնենք, որ Ռուս Զինծառայողը 2018 թվականի դեկտեմբերին 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանին առավոտյան ժամը 7-ի սահմաններում Սլաբոդկա թաղամասում է հանդիպել։ Կինը աշխատանքի գնալիս է եղել ու մինչ մահանալը հասցրել է պատմել, թե ով է եղել իր վրա հարձակվողը։ Ջուլիետա Ղուկասյանի մահվան պատճառը ըստ դատաբժիշկների գանգուղեղի ծանր վնասվածքներն են եղել։ Սոցիալապես վատ պայմաններում ապրող ընտանիքը նաև քաղաքայց էր ներկայացրել դատարան, պահանջելով 1.800.000 դրամ, որով պետք է Ջուլիետա Ղուկասյանի գերեզմանը կառուցվի։ Քաղաքայցը դատարանը բավարարեց ամբողջությամբ։ Ամբաստանյան Անդրեյ Անդրեևիչ Ռազգիլդեևից հոգուտ տուժողի իրավաճորդ Անահիտ Ղուկասյանին բռնականցել 1.841.000 դրամ, որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի հատուցում։ Անահիտը հաստ չէ դատարանի վճռի հետ։ Ասուց կնից, իրոք որ տիրովին տերն է տարի անդերի ասված քեզի հետ, քո արաշկիդ համար։ Իր խոսքով մորը ոչ թե վնասվածք են հասցրել, այլ զրկել են կյանքից, իսկ այս վճիռը այն չէ, ինչ ինքն էր ակնկալում։ Ես պահանջեցի գոնե 10 տարի, գոնե 3 տարին է մեր Հայաստանի բանդերից մեկում անցնիշ, որ զգար թե բանդը ինչ է, ոչ թե սանատորիա, էդ էլ թողեցին անմխիտաշ։ Այսինքն ինքը պաշտ չէ, ինքը որբեր է պատիժը։ Հա, ես վստահ չեմ, որ ռուսական բազայում է։ Իջա թեմքից իր այդ վիճակից ես գիտեմ, որ ինքը Ռուսաստանում է։ Ազատության մեջ, այո։ Տուժողի իրավահաջորդ Անահիտ Ղուկասյանը նշեց, որ բողոքարկելու են վճիռը։ Հավելենք, որ մեղադրողը 8 տարվա ազատազրկում էր պահանջել, իսկ 102-րդ ռազմաբազայի զինծառայողը իրեն մեղավոր չի ճանաչում։ Երեկ նա պնդել էր, որ ոչ նախաքննության եւ ոչ էլ դատավարության ընթացքում չապացուցվեց իր մեղավորությունը։ Այսպիսով պարզ չէ, թե որտեղ է Ռուս Զինծառայողը կրելու պատիժը, թե տուժողի իրավահաջորդը, թե Ռազգիլդեևի փաստաբան Նարինե Ռշտունին պատրաստում են բողոք ներկայացնել վերաքննիչ դատարան։ Ես պես չեմ թողա։ Իրոք խոսքım կա վայ տեր, վայ անդեշ, բայց դադավորը չի դոր Աստված կա վերևը։ Այդ հոդված անպատիժ չի մնա։ Որպեսզի Աստված կլսե, ով կուզե իր ածեղնի։ Մարտասպանն է Աստծուց կկդնի։ Իրանք այդ հոդվածի համար Աստծուց կկդնի։ Թող սաղ աշխարհը դի իմանա։ Դիք հոդված չէ, դիք ինչ հոդված է։ Չգոր իմ ամաստունը ինվալիդ նստած է, այդպես հոդված կտնեն։ Հրաչ Սահակյան, Խան Հովհաննիսյան, այսօր։ Այսօր մեդիա բովանդակությունն այլևս լրագրողների մեր անշնորհել չէ։ Նոյեմբերի 8-ից 15-ը Հայաստանում հայտարարված մեդիա քրագիտության շաբաթի շրջանակներում Գյումրիում մեկնարկեց մեդիա քրագիտությունը սոցիալական փոփոխություն գործիք խորագրով քննարկում հանդիպումը, որն իրականացվում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության եւ հանրային լրագրության ակումբի ջանքերով։ Գյումրին շատ կարևոր է որպես երկրորդ ամենամեծ քաղաք, մշտապես լինի ուշադրության կենտրոնում եւ Գյումրին ունի բավականին հարուստ մեդիա նաեւ մշակույթ եւ հետաքրքրված երիտասարդություն ու ակտիվ համայնք եւ այդ համայնքի հետ երկխոսությունը անչափ կարևոր է մեդիա ոլորտին առնչվող մարտահրավերների հետ կապված եւ այդ մարտահրավերների համար լուծումներ գտնելու։ Միջոցառումը միավորել էր լրագրողներին, մեդիա մասնագետներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ուսանողներին եւ համայնքային դերակատարներին։ Ներկային նաև Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանն ու Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը։ Դավիթ Արուշանյանի խոսքով Գյումրին միայն հարուստ մեդիա մշակույթով չէ, որ աչքի է ընկնում։ Գործընկերներ, բայց կարող եմ փաստել, որ մեր Գյումրու մեդիա քրագիտությունը եւ օբյեկտիվությունը մեր լրագրողներին շատ ավելի բարձր մակարդակի վրա է, բայց այդտեղ պիտի հասկանանք, թե ինչու, որովհետեւ մենք ընդհանուր անուն ենք տնում մեդիա քրագիտություն, մեդիա, բայց այդտեղ պիտի հասկանանք արդյոք շատ ու շատ մարդիկ մեդիա են համարվում, որովհետեւ ունեն հեռախոս, ունեն տեսախցիկ, ունեն կայք, որ իրենք համարվում են մեդիա
ռեսուրս կամ մեդիա դաշտի ներկայացուցիչներ։ Եվրամիության դեսպանը ևս կարևորեց մեդիայի դերը մեր այսօրվա իրականությունում, իսկ մեդիագրագիտությունը կենսական նշանակություն ունի իր խոսքով։ Հանրային լրագրության ակումբ հասարակական կազմակերպության ղեկավար Սեդա Մուրադյանի խոսքով այս հանդիպումը երկու թեմայի շուրջ էր։ Առաջին թեման մեդիագրագիտությունն է։ Երկրորդ թեման դա ներառականությունն է մեդիա բովանդակության, որպեսզի լսելի դառնա հասարակության յուրաքանչյուր խմբի անդամի ձայնը այս կամ այն թեմայի շուրջ։ Սա նույնպես կարևոր սկզբունք է։ Հանդիպմանը բանախոսներ անդրադարձան թվային գործիքներով համայնքային պատմությունների ներկայացմանը, քննարկելով թե ինչպես պատմել համայնքային պատմություններն ու պահպանել հավասար տեսանելիություն։ Խոսեցին գործիքակազմերի մասին, որոնք կօգնեն մեդիա բովանդակություն ստեղծելիս։ Հրաչ Սահակյան, Խան Հովհաննիսյան, Հայկ Գաբրիելյան, այսօր։ Մինչև տարվա վերջ կամփոփվեն թրիփի իրավական կամ կանոնադրական խնդիրները ձևակերպված տեքստով։ 2026-ի առաջին կեսին կընդունվեն դրանից բխող բոլոր որոշումները համատեղ ձեռնարկության հիմնադրման, կառուցապատման իրավունքի, կառավարության եւ մյուս ինստիտուտների համար ենթադրվող որոշումները։ Ինչպես նաեւ 2026 թվականի երկրորդ կեսին արդեն կսկսվեն բուն շինարարական աշխատանքները, որտեղից պետք է սկսել, որը շուտ ստացվի։ Այս մասին տարածաշրջանային համագործակցության թեմայով համաժողովի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնելով TRIP նախագծի իրականացման ժամանակացույցը։ Վարչապետը խոսել է նաև խաղաղության խաչմերուկ նախագծից։ Խաղաղության խաչմերուկ նախագծի իրագործման առումով չափազանց կարևոր է այն, որ մենք ըստ էության արդեն մի փուլ ենք մտել, որտեղ հյուսիս-հարավ նախագիծը ստանում է միսուարիոն։ Գիտեք, որ այս տարի արդեն մենք կբացենք Գյումրիից այստեղ նույնիսկ Գյումրիից Երևան հատվածը հյուսիս-հարավ ճանապարհի, որը հիմա գործնականում արդեն պատրաստ է, ուղղակի կահավորման աշխատանքներ պետք է արվեն, եւ նաեւ Ագարակ Քաջարան հատվածն է կառուցվում շատ մեծ տեմպերով, ներկայումս շատ ակտիվ քննարկումներ են ընթանում Սիսիան Քաջարան հատվածի կառուցման ուղղությամբ եւ նաեւ առանձնահատուկ կարեւորություն ունի Բարգուշատի թունելի կառուցման նախագիծը, որի վերաբերյալ մենք արդեն մտնում ենք եզրափակիչ փուլ։ Այս համատեքստում չափազանց կարևոր եմ համարում, որ ի վերջո տեղի ունեցել մեկ այլ պատմական իրադարձություն Հայաստանի անկախությունից ի վեր ըստ էության առաջին անգամ Ադրբեջանի երկաթուղով բեռներ են մտել Հայաստանի Հանրապետություն, Ռուսաստանից եւ Ղազախստանից, իհարկե առայժմ Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երթուղով, ինչպես կարող եք տեսնել, խորհրդային ժամանակներում մենք Ադրբեջանի հետ ուղիղ երկաթուղային կապ ունեցել ենք Տավուշի մարզով եւ Սյունիքի մարզով, եւ նաեւ ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամություն է հայտնել հենց այսօր ապահովել բեռնատար մեքենաների տարանցումը Թուրքիայից ներողություն Մարգարայով, Կորնիձորով Ադրբեջան եւ հակառակ ուղղությամբ։ Ինչու ենք մենք հիմա այս առաջարկում, որովհետեւ այսօր այս ենթակառուցվածքը պատրաստ է։ Մնացած իհարկե բոլոր հատվածներում, որի մասին ես կխոսեմ, նույնպես մեր քաղաքական պատրաստակամությունը առկա է, բայց այդտեղ պարզապես դեռ ներդրումներ ունենք անելու։ Հիմա Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման կամ կարճ TRIP route նախագիծը իրականացնելու որ փուլում ենք մենք գտնվում եւ առաջիկայում ինչ է մեզ սպասվում այս ուղղությամբ։ Իհարկե գիտեք, որ նախագիծը մեկնարկել է, ստեղծվել է օգոստոսի 8-ի Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովի արդյունքում եւ առաջին գործողությունը, որը մենք կանենք եւ մենք հիմա աշխատում ենք դրա վրա, որը նաեւ ցույց է տալիս, պիտի ցույց տա, թե ինչպես է իրականացվելու նախագիծը, այսպես ասած կանոնակարգման գրավոր բազա ստեղծելն է։
ուզում եմ հիշեցնել, որ ըստ էության այդ բազայի ստեղծման առաջին փուլը Վաշինգտոնի հռչակագիրն է, որտեղ ընդհանուր շրջանակը նկարագրված է։ Հաջորդիվ ինչ է տեղի ունենալու։ Հաջորդիվ տեղի է ունենալու Հայաստանի եւ Միացյալ Նահանգների կողմից համատեղ իրավաբանական անձի ստեղծումը, որը հենց կլինի TRIP ընկերություն կամ TRIP-ROOT ընկերություն անվան վերջնականացումը նաև ընթացքի մեջ է, որը կլինի արդեն ինչպես ասացի Հայաստան Միացյալ Նահանգներ համատեղ հիմնադրված ընկերություն։ Իմ տպավորությամբ Հայաստանի քաղաքացիները նյարդայնանում եւ մեղադրում են, որ դեռ շարունակում են արձագանքել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ նրանց առաջնորդած ուժերին։ Ազգային ժողովում 2026 թվականի բյուջեի ամփոփիչ ելույթում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսքն ուղղելով քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը։ Իրականում խնդրեմը հետեւյալի մեջ է, որ հենց խորհրդանական երկրի կառավարման առանձնահատկությունը այն է, որ հիմնական խոսակցության կողմերը կառավարող մեծամասնությունն է եւ ընդդիմությունը։ Եվ իմ տպավորությամբ, սակայն իրոք այդ թնջուկը պետքա լուծվի։ Եվ այդ թնջուկը լուծվելու ճանապարհն այն է, որ մենք շուտով խորհրդանական ընտրություններ են լինելու։ Այդ անձանց առաջնորդած ուժերը պարզապես չլինեն խորհրդարանում։ Էս է լուծումը։ Փաշինյանի խոսքով խորհրդարանի ընտրությանը խնդիրը պետք է լուծվի մի պատճառով, որովհետև այս քաղաքական ուժերը եւ նրանց առաջնորդները ենթադրաբար ազդեցության գործակալներ են Հայաստանում։ Ուզում եմ, որ այս ամբիոնից մենք խոսենք 2018 թվականի եւ 2025 թվականի Հայաստանի մասին, որովհետև այդ մարդիկ ենթադրաբար այլ երկրի ազդեցության գործակալները ուզում են զզվանք, կամահրանք, արհամարանք ներշնչեն այսօրվա Հայաստանի Հանրապետության նկատմամբ, բայց ես ուզում եմ իմ անկեղծ տպավորությունները կիսել 2018 թվականի եւ այսօրվա Հայաստանի տարբերությունների միջև, որովհետեւ 2018 թվականի դրությամբ Հայաստանը գտնվում էր այդ նույն երկրի գրպանում, որի ազդեցության գործակալներն են թվարկած անձինք։ Այսօր Հայաստանը անկախ պետություն է։ Այսօր Հայաստանը ոչ միայն անկախ պետություն է, այլև Հայաստանը ունի ինքնիշխան կամքի կենտրոն եւ կարող է որոշումներ կայացնել։ Ընդունված է ասել, որ մարդիկ կաբինետներում փակվում են, իրականության զգացումը կորցնում են, բայց ես երբեմն կաբինետից դուրս տեղի ունեցող իրադարձություններին հետևելով հասկանում եմ, որ շատ մարդիկ, որոնք կաբինետներում չեն, իրենք են իրականության զգացումը կորցրել եւ նրանք չեն գնահատում, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանի հետ, նշել է վարչապետը։ Հայաստանը դուրս է բերվել թակարդից։ Սա ես գիտեմ, որ բարդ է խոստովանել, բայց Հայաստանը դուրս է բերվել թակարդից։ Եվ ընդհակառակ այսօր այս մարդիկ ինչ են ասում են դե ինչ ուզել են տվել եք։ Ընդհակառակը վերջին տարիների իրադարձությունների միակ պատճառը այն է, որ ընդհակառակը ինչ ուզել են ոչ մի բան չենք տվել։ Ոչ մի բան չենք տվել։ Այսօր մարդիկ եկել են բան են անում, Ղարաբաղ են լացում, ոչ մեկ մեր չափ ոչինչ չի արել Ղարաբաղի համար, ոչ մեկ, սկսած ֆինանսականից, ինչ է երևում է բյուջետային թվերով, սկսած մնացածից ինչը չի երևում ու չի երևալու երբեք։ Վարչապետի խոսքով պետք է որոշում կայացնեն, հանդուրժում են մեր երկրի խորհրդարանում ուրիշ երկրների ազդեցության գործակալների ցանց։ Իմ պատասխանն է, որ ոչ, որովհետև հակառակ դեպքում ինչի է ասենց հիստերիա, որովհետև վերջին շանսն է մեր պետությունը հետ տանել, տեղավորել այն գրպանում, որից մենք դուրս ենք եկել։
Ըստ Փաշինյանի 2025 թվականի Հայաստանը լավ երկիր է։ Հայաստանը 2025 թվականի երկիր է, որն ի վիճակի է առերեսվել իր խնդիրներին եւ ճակատագրին։ Հիմա էլի անընդհատ քննարկվում է ծրագիրը, ինչը ավելի հասկանալի թեմա է։ Ես ձեզ մի բան ասեմ, անընդհատ խոսում է կառավարությունը ծրագրի այս կետը, այն կետը, ես ասել եմ, բայց էլի ուզում եմ ընդգծեմ, աշխարհում ուրեմն չի եղել, չկա եւ չի լինելու որևէ կառավարություն, ընդհանրապես բնության մեջ, որ իր ծրագրի 100%-ը իրականացրած լինի, տենց բան պարզապես գոյություն չունի։ Ծրագրում արձանագրվում է խնդիրների այն շրջանակը, որը պետք է կառավարությունը լուծի։ Կառավարության ծրագիրը ընդունվել է 2021 թվականի օգոստոսի 26-ին ազգային ժողովում 70 կողմ ձայնով, եւ կառավարության ծրագրի 5-րդ կետում գրված է Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը։ Այնուամենայնիվ, արտահերթ ընտրության արդյունքներով ժողովրդի առաջ կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է, հիշեցրել է պետության ղեկավարը։ Այսինքն մենք մեր մեծագույն առաքելություն իրականացրել ենք։ Այս մարդիկ ասում են, չէ, դա խաղաղությունը չի։ Բա ո՞րն է խաղաղությունը։ Ո՞րն է խաղաղությունը։ Ընդհանրապես այս հարցը շատ հետաքրքիր է։ Էտել եք արձանագրել, այդ բանավեճը նորմալ է, ո՞րն է խաղաղությունը, որովհետև մենք չգիտենք ո՞րն է խաղաղությունը։ Հայաստանի Հանրապետությունը չունի այդպիսի գիտելիք, չունի այդպիսի փորձ, թե ո՞րն է խաղաղությունը։ Խաղաղությունն այն է, որ 1 տարի 8 ամիս Հայաստանի սահմաններում փոխհրաձգությունից զինվոր չի զոհվում, որ սահմանամերձ բնակավայրերում արդեն 3 ամիս կրակոցների ձայն մարդիկ չեն լսում։ Խաղաղությունն է նա, որ Հայաստանը ապաշրջափակ գնաց կամտել Հայաստան Ադրբեջանի տարածքով վերջին 30 քանի տարում։ Այսինքն ենթադրաբար 91 թվից այս կողմ գնաց չի մտել։ Գնաց կամտել, որը բերելա ծորեն։ Մեկ էլ ո՞րն է խաղաղությունը։ Խաղաղությունն է նա, որ ասում են խաղաղությունը մեր ժամանակ էր, բայց այս ժամանակ էր, օրինակ գիրանցի բանն էիք, սուքն էիք գլացում, սուքը։ Գիրանցը արդեն թաղում էիք անում, մի հատ է սրբազանը հակել էր են բանի շորերը, այն թաղման շորերը հակել էր, բանը գիրանցի թաղումներ անում, խնկարկում էր գիրանցը։ Գիրանցում եղել է 102 տուն, հիմա կառուցվում է 55 տուն։ Գիրանցը այսօր խորհրդային միության ժամանակ կար, ասում են պակասածելնի բան կար, չէ՞։ Գիրանցը այսօր մեծ համար ցուցադրական, ընդհանրապես ով չի հասկանում, հարց ասում լավ չեմ պատկերացնում բանը, էլի այդ գաղափարախոսությունը ասում եմ եկեք գնանք Գիրանց։ Ինչն է իրական Հայաստանը։ Եկեք գնանք Գիրանց։ Բա այս Գիրանցը պարտված Գիրանցն է, այն Գիրանցը հաղթած Գիրանցն է։ Փաշինյանը անդրադարձել է արտաքին պարտքի 8 միլիարդով աճին, նշել զենք են գնել։ Պարտքով ենք զենք առել։ Այո, պարտքով ենք զենք առել, ինչի, որովհետև շատ է պետք եղել ու միանգամից։ Չեք հավատում, իրավունք ունեք, ասում եմ եկեք տանենք ցույց տանք։ Եկեք տանենք ցույց տանք։ Կարանք գնապիտակներն է վրից կպցնենք։ Որը ինչ արժի։ Բա եկեք տանենք մեր բանակի զենքերն է ձեզ ցույց տանք, ձեր ժամանակվա բանակի զենքերն է ցույց տանք։ Եկեք տանենք, դնենք կողք կողքի։ Ռուսաստանը հարվածել է Կիևին, մի շարք թաղամասերում հրդեհներ են բռնկվել, վնասվել են քաղաքացիական օբյեկտներ, ջեռուցման անջատումներ են եղել։ Վիրավորվել է առնվազն 25 մարդ, հայտնի է 3 զոհի մասին։ Ռուսաստանի ՊՆՆ-ն հայտնել է գիշերը ուկրաինական շուրջ 250 անօդաչու թռչող սարք ոչնչացնելու մասին։ Թիրախում են եղել Կրասնոդարի երկրամասը, Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Ռոստովի, Օրենբուրգի եւ այլ մարզեր։ Պենզայի, Սարատովի եւ Տամբովի օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել։ Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբի տվյալով ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով վնասվել է Շեսխարիսի նավթամբարը։ Բարդ է իրավիճակը ռազմադաշտում Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտնել է, որ թեժ մարտեր են գլխավորապես Կուպյանսկի, Լիմանի, Սևերսկի, Կոնստանտինովկայի, Պոկրովսկի, Միջնոգրադի եւ Գուլյայպոլեի ուղղություններում։
Թուրքիայի գյուղատնտեսության եւ անտառային տնտեսության նախարարությանը պատկանող հրշեջ ինքնաթիռ է կործանվել, ավելի վաղ ռադարներից անհետացած ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Խորվաթիայում։ Օդաչուն զոհվել է։ Վրաստանում թուրքական ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված 20 թուրք զինծառայողների մարմիններն էլ արդեն տեղափոխվել են Անկարայի Մյուրտեդ ռազմաօդային բազա։ Այժմ տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։ Ավիավթարը եղել նաեւ Ռուսաստանում, Կարելիայում ուսումնական թռիչքի ժամանակ Սու-30 ինքնաթիռ է կործանվել։ Անձնակազմի բոլոր անդամները զոհվել են։ Համասը Իսրայելին է հանձնել եւս մեկ պատանդի աճուն։ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել են, որ այն Գազայի հատվածում Կարմիր խաչի ներկայացուցիչների միջոցով փոխանցվել է Ցահալին։ Թել Ավիվում նույնականացում կիրականացվի։ Նախկինում դեպքեր են եղել, երբ շարժման փոխանցած մարմինները չեն պատկանել հոկտեմբերի 7-ին գերեվարված անձանց։ Համասը պետք է վերադարձնի եւս 3 պատանդի աճուն։ Իսրայելական կողմը կոչ է արել Համասին շարունակել պահպանել հրադադարի ռեժիմը եւ վերադարձնել բոլոր աճունները։ Պաղեստինյան շարժումը հայտարարում է, որ աշխատում է գործընթացը հնարավորինս շուտ ավարտելու ուղղությամբ, սակայն մարմինների մեծ մասը փլատակներում է, ինչը բարդացնում է որոնումը։ Դոնալդ Թրամփն ավելի վաղ նախազգուշացրել էր, եթե Համասը խախտի հրադադարի գործարքը եւ չվերադարձնի բոլոր աճունները, Իսրայելը կվերսկսի ռազմական գործողությունները։ Բրիտանական BBC ընկերությունը ներողություն է խնդրել Դոնալդ Թրամփից, սակայն հրաժարվել է փոխհատուցում վճարել։ Օրերս ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ պատրաստվում է դատի տալ BBC-ին 2024 թվականի վավերագրական ֆիլմում իր ելույթը խեղաթյուրելու համար։ Ֆիլմի հեղինակները մոնտաժել են 2021 թվականի նախագահական ընտրություններում պարտությունից հետո Թրամփի ելույթը, ինչի հետևանքով տպավորություն էր ստեղծվում, որ նա բռնության կոչ է անում իր կողմնակիցներին։ Դոնալդ Թրամփի թիմը նամակ էր ուղարկել կորպորացիային նախազգուշացնելով, որ $1 միլիարդ չափով փոխհատուցում են պահանջելու, եթե վավերագրական ֆիլմը չհեռացվի լրատվամիջոցի հարթակներից։ Սկանդալի ֆոնին BBC-ի գլխավոր տնօրենը եւ BBC News-ի լրատվական բաժնի ղեկավարը հրաժարական են ներկայացրել։ BBC-ից խոստացել են, որ չեն վերահեռարձակի հաղորդումը։ Ընդունում ենք, որ մեր մոնտաժի պատճառով սխալ տպավորություն է ստեղծվել, ասված է BBC-ի հայտարարության մեջ։ Դասավանդիր հանուն Հայաստանի ծրագրի ուսուցիչ առաջնորդներն արդեն 10 տարի մեր երկրի հեռավոր բնակավայրեր են տանում ուսուցման նորագույն մեթոդիկան, մոտեցումները, փորձելով փոխել վերաբերմունքը կրթության նկատմամբ ու հաջողելով։ Սյունիքում ծրագիրը գործում է 2021 թվականից։ Նարինե Խաչատրյանը ծնվել է Գյումրիում, համալսարանն ավարտելուց հետո է միացել ծրագրին։ Անցել դասընթացն ու Գորայքի դպրոցում դասվարի թափուր հաստիքը զբաղեցրել։ Մտածում էի անդադ թե ինչ եմ անելու ավարտելուց հետո, այս ժամանակը սպառվել է 4 տարին արագությամբ անցել է ու հանկարծ հայտարարություն տեսա Facebook-յան էջով ու հենց այդ էջի հայտարարությունն էլ, որ գրված էր խիզախիր, ես ինձ մեջ տեսա այդ խիզախողին ու որոշեցի դիմել։ 22 տարեկան օրիորդի համար մարզից մարզ, քաղաքից գյուղ տեղափոխությունն առաջին ամիսներին հեշտ է թվացել։ Ծնողներն էլ դժգամությամբ, բայց համաձայնել են, որ դուստրը մեծ քայլ անի մանկավարժության ոլորտում։ Ասում է դժվարությունները սկսվեցին ցրտերն ընկնելուն պես։ Ես հենց սկզբից էլ որոշել էի, որ ոչ մի մարզ չեմ բացառելու, երբ որ տեղակայվեցի Սյունիքի մարզի Գորայ գյուղ, չէի մտածում, որ նաև լինելու են դժվարություններ, որոնք նույնիսկ ծիծաղելի են։ Երբ որ եկա առաջին անգամ գյուղ, ինձ առաջին հարվածը, որ եղել է, դա ցուրտն է։ Գարնան այս աշնանշրջանը մի փոքր ավելի լավ է համեմատած ձմռանը ու առաջին հենց խնդիրը եղել է ձմռանը վառարան վառելը, որովհետև դա ինձ մոտ չի ստացվում ընդհանրապես ու խնդիրներից մեկը նաև դա էր, որ ես չկարողացա Գորայքում բնակվել ու այս պահին նաև արդեն ապրում եմ Սիսիանում, արդեն մի քանի ամիս է Սիսիանում եմ ու փորձում եմ ձմռան արհավիրքները այդտեղից հաղթահարել, բայց դա չի խանգարում ինձ իմ նպատակին հասնելու համար, որովհետև ես հստակ որոշում ունեի ամենասկզբից, որ ուր էլ ինձ ուղարկեն, ուր էլ լինեմ, այդ 2 տարին ես նվիրելու եմ կրթությանը։ Նարինեն ու իր 4 աշակերտները հասցրել են խաղ հորինել։ Հիմա դասամիջոցներին էլ երեխաները դասարանից դուրս չեն գալիս։ Խաղում են, զարգացնում հնչյունները լսելու եւ ճանաչելու կարողությունը։ Նարինեն ասում է, երբ փոխվի ընտանեկան կարգավիճակը, միգուցե չշարունակի աշխատանքը Գորայքում, բայց իր առաջին աշակերտներից հեռանալ չի ուզում, նրանց շատ է սիրել։ Առանց սիրո չի լինի։ Հատկապես տարրական դասարաններում սերը գերագույն արժեքն է, որը պետք է ի սկզբանե, երբ երեխան առաջի անգամ ոտք է դնում դպրոց, պետք է
իմանա, որ սիրված ու սպասված է դպրոցում։ Դպրոցը այն տեղն է, որտեղ երեխան պետք է իրեն ապահով զգա այն միջավայրում, որտեղ կարող է սխալվել, բայց սխալի համար պատժվելու եւ հանդիմանություն ստանալու փոխարեն ստանա աջակցություն, վստահություն եւ կարեկցանքի զգացում։ Աշակերտներն ու գործընկերներն էլ երիտասարդ ուսուցչուհուն են սիրել։ Նրանց համար եւս դժվար կլինի, երբ Նարինե Խաչատրյանը գնա։ Ընդհանրապես այս հեռավոր գյուղում ուսուցչի թափուր հաստիքը դժվարությամբ է լրացվում։ Նախորդ տարի նույնպես խնդիր ունեինք, հատկապես դասվարների հետ կապված, մեր դպրոցից 2 դասվարներ միանգամից դուրս եկան աշխատանքից, տեղափոխվեցին Սիսիան եւ եթե չեմ սխալվում փետրվար-մարտ ամիսներին արդեն տեղյակ էի, որ պետք է դուրս գան ուսուցիչները, ես դիմեցի Դասավանդիր Հայաստան ծրագրին, իհարկե շատ լավ կարողացանք համագործակցել, բոլոր պայմանները նախապես քննարկեցինք, համայնքում տեղավորելու, համայնքում համապատասխան պայմաններ գտնելու առումով եւ կարծում եմ բավականին լավ ստացվեց մեր համագործակցությունը։ Այս պահին Սյունիքում ուսուցիչ առաջնորդները 5-ն են։ Մանկավարժները սա մեծ փորձառություն են համարում։ Երիտասարդներին ոգևորում է գաղափարներն իրականացնելու համար տրված անսահմանափակ հնարավորությունը։ Դասավանդիր հանուն Հայաստանի կազմակերպությունը ինձ հնարավորություն տվեց զրոյից կյանքը սկսելու, նոր մեթոդներով աշխատելու եւ ինքս ինձ վրա անընդհատ ինքնակրթվելու, ինքս ինձ հետ աշխատելու, նույնիսկ այդ մենակ մնալը շատ կարեւոր է մարդու համար, որպեսզի հասկանաս ինչ է պետք։ Ընդհանուր խառը միջավայրից հետո, երբ որ գնում ես տանը դուռը բացում ես եւ լռության մեջ մտածում ես, ես այսօր լավ բան արել եմ, լավ բան չեմ արել, արդյոք իմ աշակերտները ինձանից սեր են ստացել, գիտելիք։ Դա ամենակարևորն է, որը Դասավանդիր հանուն Հայաստանի կազմակերպության կողմից ես ստացել եմ։ Ծրագիրը Սյունիքում այս տարվանից ավելի հավակնոտ է դարձել, քանի որ ինչպես մարզի զարգացմանը միտված բոլոր ծրագրերում, այս մեկում եւս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը անմասն չէ։ 2025-ի հունիսին Սյունիքի մարզպետը Դասավանդիր հանուն Հայաստանի ծրագրի եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարները եռակողմ համագործակցության հուշագիր են ստորագրել։ Հանքարդյունաբերական հսկան ստանձնել է ծրագրով Սյունիք գործուղվող ուսուցիչ առաջնորդների տեղակայման ծախսերի եւ հավելավճարների ֆինանսավորումը։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ 35-ամյա մի տղամարդ պատրաստվում է մաքսանենգ ճանապարհով ձեռք բերել առանձնապես խոշոր չափերի թմրանյութ եւ այն իրացնել։ Հետագա միջոցառումները ձեռնարկվեցին քրեական ոստիկանության գլխավոր վարչության, քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված եւ թմրամիջոցների անօրինական շրջանառության հանցագործությունների քննության վարչության ծառայողների եւ պարեկների հետ։ Օպերատիվ հետախուզական լայնածավալ միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում տղամարդը հայտնաբերվեց ու ձերբակալվեց։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 7 կիլոգրամից ավելի մարիխուանա։ Դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց նրա բնակության վայրում։ Հայտնաբերվեց 261 գրամ ափիոն տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված եւ լոռազեպամ տեսակի հոգեմետ տեղահաբեր։ Նախաքննությունը շարունակվում է։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ձերբակալվածների պահման վայրերի եւ ուղեկցող ստորաբաժանումների անձնակազմի 60%-ն արդեն վերապատրաստվել է խոշտանգումների եւ ատվերաբերմունքի այլ ձևերի արգելքը դասընթացի շրջանակում։ Դասընթացը ունի հարուստ բովանդակային մաս եւ կարծում եմ մեր ծառայողների համար շատ օգտակար եւ գործառույթային պարտականությունների իրականացման համար շատ անհրաժեշտ գիտելիքների ձեռքբերման հնարավորություն է։ Ներքին գործերի նախարարության կրթահամալիրի եւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի բանախոսները ներկայացրել են ՄԱԿ-ի խոշտանգումների եւ այլ դաժան անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ կոնվենցիայի եւ Ստամբուլի արձանագրության հիմնադրույթներն ու ոլորտի իրավակիրառ պրակտիկան։ Հաշվի առնելով թեմայի զգայունությունը մշակվել է դասընթացի որակը գնահատելու հատուկ մեթոդաբանություն։ Դասընթացի որակի գնահատման չափանիշները 3 բաղադրիչներից են կազմված։ Նախ եւ առաջ պարզել գիտելիքների եւ հմտությունների իմացությունը ոստիկանության ծառայողների, այնուհետև գնահատել վերապատրաստման դասընթացի որակը եւ արձանագրել հետադարձ կապը։ Դասընթացի սկզբում հարցման միջոցով գնահատվել է թեմայի վերաբերյալ վերապատրաստվողների իմացությունը, իսկ ավարտին ներկայացված նյութի յուրացման աստիճանը։ Վերլուծությունը թույլ կտա գնահատել եւ մատուցվող ծառայության որակը եւ ընկալման աստիճանը եւ գուցե այն բացերը, որոնք հնարավոր արձանագրել։ Ներքին գործերի նախարարությունը կարևորում է ծառայողների շարունակական վերապատրաստումները, որոնց նպատակը մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները կատարելագործելն է։